Ժորժան, Հայաստանում այսօր պաշտոնական թվերը ունենք 2.450.000 վարկառու։ Այսինքն նշանակում է, որ գրեթե ամբողջ ազգը վարկերի տակ է։ Ու հիմա 2 ամիս է մնացել ընտրություններին, քաղաքական ուժերը ներկայացրել են, թե բա մենք պետքա լինենք վարչապետ, թե բա մենք պետքա լինենք այս երկրում կառավարիչ, թե բա մենք պետքա գանք, որ փրկենք։ Ու ինչ են անում սաղորը, գզվրտոցի մեջ են իրար հայհոյում, իրար եսի միջ, էսի դու, էսի նենց, էսի մենք, էսի դուք եւ այլն, դու սենց ես, նենց ես եւ այլն, եթե կարա սենց արա, նենց արա, մի խոսքով Ժորժան, ռեալ որևէ ժողովրդի խնդրի մասին որևէ խոսակցություն չկա, որևէ տեսլական երկրի զարգացման հետ կապված չկա, որևէ ծրագիր երկրի զարգացման հետ կապված չկա, որևէ ժողովրդի խնդիրների հետ կապված հարցեր ու պատասխաններ չկա։ Մենակ իրար վիրավորել, պարզել ով ավելի շատ բիլագ ունի, ով ավելի շատ ուժ ունի, ով ինչ ունի, ով չունի։ Ժողովրդի մասին խոսացող չկա։ Ժորժան, դուք որոշեք 5 տարիների ընթացքում հետագա այս քաղաքական ուժերը ներկայացնելու են ձեզ պարլամենտում, թե չէ։ 5 տարի 21 թվականից մինչև 26 թվականը իշխանությունը ու ընդդիմությունը ձեր մասին պարլամենտում բան քննարկել են, թե չէ։ Ժորժան, դուք որոշեք։ Հիմա ինձ որպես հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահի Արման Ղուկասյանին հարց են տալիս. «Բա դուք խիչ եք հռչակել ձեզ վարչապետի թեկնածու»։ Ժորժան, ես եւ մեր քաղաքական թիմը, որ ժողովրդի խնդիրների մասին խոսում էին, բարձրաձայնում էին, պայքարում էին, խոմ դրա համար չէին պայքարում, որ աթոռի համար վերջում մեզ ճղեինք, որ պաշտոն ստանայինք։ Ժորժան, ասել եմ ու ասում եմ ու ասելու եմ, մեզ պաշտոնը հետաքրքիր չի։ Մեզ հետաքրքիր է ժողովրդի խնդիրները, ամենակարևորը, մեր երկրի խնդիրները, որ մեր ժողովրդի մատից փուշ անենք։ Աթոռի համար թող իրանք կռիվ անեն, մեր կռիվը մեր ժողովրդի ու մեր երկրի համար է։ Ժորժան, խնդրում եմ բաժանորդագրվեք իմեջին, գրեք մեկնաբանություններում եւ անպայման պայքարենք միասին։ Մենք շատ ենք ու մենք ճիշտ ենք, Ժորժան։